Ասենք Փառք Հիսուսին քուրեր եղբայրներ։ Ես մի դեպք եմ ուզում վկայեմ ու նոր իմ խոսքս ուղեմ։ Եղբայրն ասում է գիտեք ինչ, դեսօր հույր կա մեր մոդը եւ հազման սրագավակ եղբորը նա դուք սկսես պաշտամունքը մինչեւ ես գնամ եղբորն դիմավորեմ այրոպորտում ու գանք դուք սկսես պաշտամունքը։ Դիմավորում է եղբորը ու գալիս են եկեղեցի ժողովուրդը հավաքվածը ասում են եղբայրն ասում է սկսել եք պաշտամունք ասում է չէ նա բախի չեք սկսում նա եղբորն ենք սպասում ձեզ ենք սպասում Մենք ես չասացու սկսեք պաշտամունքը եւ սկսում են պաշտամունքը աղոթի ժամանակ ես հույր եղբայրն Աստծո անոթ Սուրբ Հոգու անոթ աղոթի ժամանակ եղբայրը լսում է Սուրբ Հոգով ու հեգեգելով լացում է եղբայրը տեսնում է տեսիլք աղոթի ժամանակ նա տեսա Հիսուսին շուռ եկած անկյունում ու արտասվում էր ասի Տեր ինչի ես արտասվում նա շուռ եկավ ինձ ասեց թե ժողովուրդը ինձի չեն սպասում քեզ են սպասում Մա հեգեգալով նոր սկսեց արտասվել Հիսուսը ու եղբայրն աղոթում ասում Տեր ների ինձ ներ ժողովուրդը որ հեղինակը դու ես բայց մենք քեզի չենք նայում ու եղբայրն աղոթի վերջացնում մենք եկեք քույրեր եղբայրներ որտեղ մենք ենք կարող հաբա նա որ այստեղ է ինչպես երկերկվեց ինձ նայեք եւ ես ասում ո բոլոր եկեղեցիներ ինձ նայեք որ փրկվեք Սատանան երբևիցե եկեղեցու մեջ կամ առհասարակ մեր մեջ մարդ հեղինակությունն է բարձրացնում եւ ընկնելով Հիսուս հեղինակությունը նա նոր գողանա մեր հավատքը ուղի դեպի մարդու վրա մարդու աչքը բևեռվի մարդու վրա լինի սпасելիք մարդուց ու ոչ թե Հիսուսից ձեր աչքը կտրեք մարդկանցից նայենք Հիսուսին նա այստեղ նա մեր փրկության առաջնորդին եւ ուզեմ կարդալ Տիրոջ խոսքից որպես մեր հավատքը կառուցվի Քրիստոսի փրկagorցության վրա մենք հաստատվենք Քրիստոս անձի վրա որ ինչպես է սատանան չի գա ինչպես է պատասխանի չի կանգնի քեզ կանա Քրիստոսի վրայից հանգարց շեղի քո աշկի հետ հանգարց Հիսուս վեմից մի կապլի աչ կամ ձախ չխլվի նայի Հիսուսի փրկagorցությանը մենք Քրիստոսի այրան փրկagorցությունն ենք իր խաչի տառապանքի արցունքն ենք հարազատներ մեկի աշխատանքը չկա մեր վրա հապա իր վերքերով ձեռքերի աշխատանքն է իր այրան գինն ենք քույրեր եղբայրներ հավատ Քրիստոսի տառապանքի նրա այրան զորության վրա ոչ մի եղբայր չկա զորավոր հապա նա է զորավորը նա է փառավորյալը նա մեռավ բոլոր աշխարհի փրկagorցության համար նա մեռավ որպես մեզ ծախու առնի ես կուզեմ կարդալ այս մասին որպես մեր աչքերը նայի Հիսուսին ինչ արել է քեզ համար Քրիստոս որ կանաս հույսը դնես իր վրա որ քո տգայ ժամանակ ինչպես եղբայրն ասաց որ քո հավատը լինի Քրիստոսի վրա նա այրան վրա խոսքի զորության վրա որ Քրիստոսի խաչը քո կյանքում այո գործը շնորհակի առաջ գրված այսպես Եսայա 53 գլուխ առաջի խոսքն եմ կարդում ով հավատաց մեր տված լուրին ու Տիրոջ բազուկը որու հայտնվեցավ ով հավատաց մեր տված լուրին այս Իշքան եղբայրները խոսում են այդ բարի լուրի մասին է խոսվում ով հավատաց մեր տված լուրին ու Տիրոջ բազուկը որու հայտնվավ
մենք այդ բազման հայտնության վկաներն ենք, որ այդ բազուկը մեզի հայտնվել է։ Այդ խոցված վերքերոտ բազուկը մեզի հայտնվել է, քույրեր եղբայրներ։ Որ շնորհակում ենք երրորդ խոսքը, անիկա մարդոց մանակվեցավ ու երեսը ձգվեցավ, վշտերի տեր ու ցավերի տեղյակ եղավ, եւ անկեր երես դարձնում մարդու պես եղավ, անակվեցավ ու զանիկա չարգեցինք։ 5-րդ խոսքը, բայց նա մեր մեղքերի համար վիավորվեցավ եւ մեր անօրենությունների համար ծեծվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նա վերքերով մենք բժշկվեցանք։ 7-րդ խոսքը, անիկա անհավատություն կրեց ու չաչարվեցավ, բայց իր բանը չբացավ, մորթվտավով ոչխարի պես ու իր խուզուների առջև մունջ կեցող մայքի պես, այնպես իր բանը չբացավ։ 10-րդ խոսքը, բայց այն հաճեցավ զանիկա ծեծերով ցավերի մատնե, անոր անձը մեղքի համար զոհ անե։ Հայրը հաճեցավ, որ որդին այդ կամ որդին նսեմանար, այդ կամ որդին ցազրանար, աշխարհի փրկagorցները կատարում Աստծո գառը, քո փրկության հարցն լուծում Գողգոթայի գառը, այն սուրբ էակը, այն մեծ Աստված, այն արարիչը հակամարմին, մարդացավ, ցածրացավ, նսեմացավ եւ ամենքից մեղքը, աշխարհի մեղքը առավ իր վրա եւ մատնվավ անարք խաչի մավանը, մեռավ որպես մեղավոր մեր փոխարեն, նա մեր փրկագինը վճարել է, քույրեր եղբայրներ, նա աշխարհի փրկագինը վճարել է, ցնծա ով աշխարհ, ուրախացի ով հոգի, որ կամար փրկության գինը վճարվե, ու դա այդ փրկագինն ես այսօր հավաքված նրա աշկերի առաջ, ու նա այցելել այսօր իր փրկագնին, որ եկեղեցին է, որպես մեր հայացքը լինի միայն իր վրա, եւ ինքը փառավորվի մեր մեջ, ինքը երևա մեր մեջ, ինքը շարժի մեր հոգու աշխարհն իր հոգու զորությամբ, մենես լինի բժշկություն Հիսուսի խաչի փառավոր զորությամբ, ալելույա, որ սատանան տեղ չգտնի, նա չկանա հաղթի մեզ, քույրեր եղբայրներ, եւ կուզեմ կանգ առնել Հիսուսի այրան մասին, քույրեր եղբայրներ, ով ենք այսօր մենք, ով ես դու, սատանան կա շատ մեր առաջ հարցեր, դու տգար ես, դու այն ես, դու այն ես, դու այստեղ պարտվեցիր, դու այնտեղ պարտվեցիր, որպեսզի գողանա քո իմ հավատքը Հիսուսի վրա ունենած, որ թալանի, ինչպես ասում է Հովհաննես 10:10, որ չի գա միայն թե գողանալու, թալանելու, սպանելու, բայց ես եկա, որ դու կյանք ունենաք, էլ ավելի կյանք, ալելույա, ալելույա, հավատք Հիսուսի խաչի վրա, նրա վերքերի վրա, նա այրան զորության վրա, որ նա քո փրկագինը իր մահով, իր կյանքը դնելով վճարել է, եւ կամա գինը վճարե, որ իր այրունն է Հիսուսի իմ ու քո փրկագինը։ Մի եղբայր չի հասկանում, թե ինչ բան է շնորհքը Քրիստոսի, այրան զորությունը ինչ բան է, փրկագինը ինչ բան է։ Ասում է գգաս ինձ հետ առավոտյան շուկա գնանք, մը կգամ։ Գալիս առավոտյան շուկա, մոմնում եմ մի վաճառողի, որ մի գեղեցիկ թուրքուն է բանակով վաճառում, մեն ինչ արժի ախպերեց քո թուրքունը բանակով, մեն $50, մեն կլնի մի քիչ պակասելի, չի ասում իմ գինը սա է, ուզես առ,
ուզես միար $50 ու վճարում է այդ գինը $50 ու շուռ է գալիս միջ այն կողմ ու բանակի դուրը բացում ասնա թրի թրչում դու ստեղծված ես երկինքի համար որտե այս վանդակի համար այս վաճառն ասում է կայնի ես ինչ արեցիր ես ինչ ես անում ինչ ես բարգանում երբ գինը վճարել եմ արդեն այն արդեն իմ իրավունքի տակ է Քրիստոս կամար գինա վճարե դու Հիսուսի այրան գինն ես իսկ այնիշ Քրիստոս իր հայրենով գնելա նա այլևս չի կարող վերավաճառվի Կամ մարդը պակասի, տգրանա, սատակի, բայց չի կարող վերավաճառվի Հիսուսի անամնաթանք գիննա քո համար Ալտես դու ով ես իր համար տես ալտես դու ով ես Որտե դու ես շատ թանկ հապա նա արյունակ ես այդպես շատ թանկ կատարե թանկ հայտարարե թանկ ես դու Հիսուսի այրունը քո վրա է Գրված է այդպես առաջի կոնտացից 6:19-20 Չեք գիտեր, որ ձեր մամնե տաճար են Սուրբ Հոգի, որ ձեր մեջ, որ Աստծմե ունիք, ու դուք ձեր անտերը չեք, քանզի գնով ծաղկարնվեցաք, ուստի փառավորեցեք Աստված ձեր մամիներում ու ձեր հոգիների մեջ, որոնք Աստծունն են։ Ալելույա։ Դու Աստծունն ես։ Տգար ես, բայց Աստծունն ես։ Թուլացել ես, բայց Աստծունն ես։ Որոշ հարցում սատակել ես, բայց դու Աստծունն ես։ Դու չես վերավաճառվե, քո գինը անգինա։ Սատանան շատ անգամ այս հավատն ուզում գողանա հավատացյալից, որ դարձնի, այո դարձնի ստրուկ, դարձնի ջախջախված, դարձնի պարտված, բայց որ մարդու հավատքը Հիսուսի վրա է, նա այրան վրա է, Գողոթայի վրա է, նա չի կարող պարտվի։ Դու ունես փրկագին, դու ունես ապացույց, Գողոթան քո ապացույցն է։ Գողոթան քո փրկության ապացույցն է, քո երաշխիքն է։ Նայի Հիսուսին։ Նայի Հիսուսին։ Ես հիշում եմ իմ կյանքից, այդպեսի գար շրջան ապրա, ետասարդ էի, այդպեսի ներքին պատերազմի մեջ, եւ ելի եմ պատմել, չգիտեմ, բայց ոչինչ, եթե պատմել եմ։ Այդպես ես թափել եմ ինձանից, ես ինչ հավատացյալ եմ, պարտություն, լավ է գնամ աշխարհ։ Այսօր շատ ետասարդներ կան, ես հիմա հավատում եմ կան այդպեսի ջախջախված սրտեր։ Ու որոշեցի հեռանամ Հիսուսից, որտեղ ինքնավատաբար ես եմ վատ, չեկամ տեղը գտնեի, ու բարձացա վերև մեր երկրորդ հարգը, դուրը փակեցի, այդպես ողբով հրաժարվում եմ Հիսուսից, ների ինձ, որ հեռանում եմ քեզանից, դու այնքան սուրբ ես, դու այնքան բարի ես, որ ես արժանի չեմ Տեր, ես ինչ հավատացյալ եմ, այնպես մտքեն եկել ինձ սատանան այնպես է բերել, որ դու փրկված չես, նայ քո վիճակիդ, նայ քո մեղքերիդ, նայ քո եւ այլ պարտություններիդ, ու արտասում եմ այդպես, լացում եմ ներինց, ու որոշնում եմ գնամ աշխարհ, նայ մեղքեր գործեմ սպեցիալնի, որ գնամ ուղիղ դրող, ես դրող եմ արժանի, այդպես սատանան ինձ համոզել էր, որ կամար փրկությունը փակվել արդեն, ինչ անմեջ չես անում, այդ ձևականը, կամար փրկությունը փակվել է, ու այդպես հայրմերն եմ ասում արդեն վերջի հայրմերս է, այդպես լացելով, ասեմ ների ինձի, որ հեռանում եմ քեզանից, ու հայրմերն եմ ասում, հայրմերի վերջի բառերն է հասա, ու մի անուր ձայն հասավ ականջիս, ասեց որդիս, որ ասեց որդիս ինձ, իմ նեսս փոխվավ, իմ նեսս ես ինձ Հիսուսի որդի տեսա, իրան ինձ հայր տեսա, ասեց որդիս, ես քեզ սիրում եմ, այնպեսի բան, որ ես չէի սպասի, այնպեսի զգացմունք հոգուս մեջ, որ ինքն ինձ շատ է սիրում, այսպես եկի եկարեց ինձ,
Տեսա Հիսուսի խոսված վերջերը։ Ասես այս վերջերս քո համար են, այդ վերջերը թարմ են, այդ վերջերը արնոտ են, այդ վերջերը իմ այլ կայստեղ, ով հոգի, ով քույր եղբայր, ով ջախջախված, ով պարտված, նայի Հիսուսին, մի նայի քեզ, մի նայի ոչ մի եղբայր, ոչ մի քույրիկի, նայի քո փրկության առաջնորդին, նայի քո փրկագործին, նայի վերջերին, նայի իրան, պարտված ես իրանն ես, որտես կոտրվե, բայց դու իրանն ես, Սատանան շատ անգամ էզում է, որպեսի մեր աշկերն Հիսուսից կտրենք, ուղենք աշխարհի ցանկություններին եւ այլերին, կամ ուղենք մեր անկարողություններին, մի նայի քեզ, ոչ աչ, ոչ ձախ, նայի նրան, ով քեզ կանչել է, ով քո մեջ բարի գործը սկսել է, նա պիտի ավարտի հասնի, հատես ով է քո մեջ բնակված Աստծո հոգին, իմ կյանքը այդ ժամանակից փոխվեց, իմ հավատքս փոխվավ, շատ հարցեր են կամ են պարտվել, բայց այդ օրվանից իմ նեսս փոխվավ, ասիմ փրկիչս ինձ չի թողել։ Քույրեր եղբայրներ, այո, մենք իր այրանգինն ենք, այդ խոսքը ընդունի, որ դու գնով սախո ես առնվե, դու քո անտերը չես, հապա Հիսուսի այրանգինն ես, ընդունի այդ խոսքը, թող քո մեջ բժշկություն կատարվի, հավատքի բժշկություն, Սուրբ Հոգու զորությամբ, դու Հիսուսի այրանգինն ես, տկար ես իր այրանգինն ես, որտեղ ես ասե, դու իր այրանգինն ես, նա պիտի քեզ ինձ եկենք են բավականանի, նա է բավականանողը, մարդու գործերը չեն, մարդու սակազները չի, մարդու կերս ինքնարտանություն չի, հապա Քրիստոսի կատարածն է քեզ եկենք բավականանողը, նա է, և գրված է այսպես, ուզեմ իստե կարդալ, Առաջի Պետրոս առաջի գլուխ, 18-19 խոսքերը, 18-19 խոսքերը, գիտնալով, որ դուք, որտեղ ապականացու արծաթով, կամ ոսկիով փրկվեցաք, ձեր հայրերեն ավանդած ունայն ճանապարհներ են, հապա Քրիստոսի պատվական այրնովը, որովհետև անբիծ ու անարատ գարիմը, ալելույա, ակո փրկությունդ։ Մենք փրկություն մի կողմ ենք հրում, մենք ինչ-որ փրկություն սարքենք, մենք փրկություն մի կողմ ենք ուզում բոթել, չտեսնել, ու մենք ինչ-որ փրկություն սարքել, այս արա 50-ական կլնես, այն արա 60-ական, չգիտեմ ինչա կանես, չգիտեմ ինչա կանես, մենք ինձ ասես ինչա կանես եղբայր ջան, եւ այ վգա ես, ասի չէ, չգիտեմ եւ այլ ասի չէ, ասի դիտնան ես, ասի չէ, բայց ինչա կանես, չգիտեմ ասի ինչա կանեմ, ասի ես հավատում եմ ավետարանի Հիսուսին, ես հավատում եմ այն խաչվածին, որ գրված է Սուրբ գրքի մեջ, ես ավետանին եմ հավատում, ավետանի հավատացյալ եմ, ես Հիսուսին եմ նայում, քույր եղբայր, դու այս երեկո Սուրբ Հոգին այցելիկ ես, դու այս երեկո այն խոսված դրքեն հպվենք ես, կյանքդ փոխողը ներկա է, կյանքդ վերհանողը ներկա է, քո փրկիչդ ողջ է, փառավորի անունը, Երկրպագի հոգուտ աշխարհի մեջ, քո փրկիչդ ողջ է, քույրեր եղբայրներ ջան, այո հավատք Հիսուսի վրա, նա կատարածի վրա, ես հիշում եմ, Վազգեն եղբորն նոր իր հավաքույթ է անցկացնում, կանչեցի Վազգեն եղբորն, ասի, արի այսօր դու խոստացում վերցրու, ես հավաքույթն անցկացնում եմ Վազգեն եղբոր, ասաց կգամ եղբայր ջան, ու այդ զալը, որ կապակվել է ժողովուրդը, նույն սենակը դուրը բացեց եղբայրներս, մտավոր Շուշայով էր, երևում է այն կողմով գնաց, ով եկավ, մի քույր գնաց, խոստանք նայեց եղբոր, ես տեսնում եմ, որ այդ քույրիկը ներս մտավ, մեկ էլ Տերը բացեց իմ հոգուս աշկը տեսա, ինչ տեսա, երբ քույրիկը խոստանում էր եղբորը, ես տեսա Հիսուսին
հայտնվավ երկուսի մեջտեղում եւ քույրը խոստովանում էր դերեսպես ձեռքերը վերցնում բարեխոսում էր քույրիկի համար եւ եղբան լսեց ավարտեց ու պիտի աղոտ կանի որ տերների այդ ձեռքերը շրջվեցին այդ քույրիկի վրա այդ վերքից այրներ թափում այդ քույրիկի վրա որ նա դուրս եկավ, նա դեմքը փայլում էր, ես կոչեց ասի, շուտ արեք լացեք Հիսուսը այնտեղը։ Հիսուսի այրունը ամեն մեղքականունների, Հիսուսի այրունը ամեն հոգու աշխարհը լուսավորում, Հիսուսի այրունը զորավոր է, մի մտքով խժիպնանքի ձեռքը, Մինգինա ձեռքը, մեղքը մեղքից մի տարբերի, շատ ու փոքր, մեծ ու փոքր մի սակի, հապա նայի Հիսուսի այրունին։ Գրված է այսպես, առաջի Հովանես, թուղթ Հովանես, առաջի գլուխ, 8, 9 և 7 խոսքը, 8, 9 և 7։ Եթե ասենք, թե մենք մեղքը չունենք, ինքս ինքնից խաբենք ու մեր ճշմարտություն չկա։ Եթե խոստովանվենք մեղքերնից հավատարիմ ու արտար անիկա մեր մեղքերն թողություն տալու եւ մեզ բոլոր անավոտությունները սրբելու։ 7 խոսքը։ Ապա լույսի մեջ քայլենք, ինչպես անիկա լույսի մեջ է։ Լույսը դա եթե դու իր խոսքի մեջ ես քայլում, դու իր խոսքին ընդունում ես, հավատում ես, լուսավորվում ես։ Դու լույսի մեջ ես քայլում։ Ինչպես նա լույս մեջ է դու ճանաչում ես, այ լույսին դու ճանաչում ես։ Երբ նա ասես, դուք աշխարհի լույսն եք։ Դու լույսի մեջ ես։ Դու լույսի մեջ քայլեք, ինչպես ալինգալ լույսի մեջ է, իրար հետ հաղորդություն կուննակ ու անոր որդու Հիսուս Քրիստոսի այրունը ձեզ ամեն մեղքը կսրբե։ Հիսուսի այրունը։ Հիսուսի այրունը ամեն մեղքից սրբողն է, Հիսուսի այրունը քեզ արտացնողն է, Հիսուսի այրունը քեզ ազատող ու մաքրողն է, Հիսուսի այրունն է։ Եգրված այսպես երկրորդ գլուխ առաջի երկրորդ խոսքերը նույն Հովանեսի։ Իմ որդեաններս այս բաները կգրեմ ձեզ որպես մեղք չգործեք, եւ եթե մեկը մեղք գործում լինի, մարտենք, հորեկով բարեխոս ունենք Հիսուս Քրիստոս արտարը եւ անիկա է մեր խաղաղությունը անիկա մեր քավությունը եւ որ մեր ներուն հապա ամբողջ աշխարհիալ անիկա է քո քավությունը անիկա է Հիսուսի ոգին ներկա է այսօր այս երեկո այստեղ ովքեր ամենքի սփվի մի հավատը բժշկվի մի հավատը կենթանանա Դու հմվես Հիսուսին, հենվես իրան, խաչին նայես, այն արան զորության նայես, այն վերքերին նայես, մի նայի քեզ, հապա Հիսուսին նայի, մի հանձնվի քո վիճակին, հապա Տիրոջը հանձնվի, նա խոսքերին հանձնվի, նա խոսքերին հանձնվի, նա խաչին հանձնվի, վերքերին հանձնվի։ Գիշեր էր ուշ, եղբայրով գալիս են եղբայրականից, մեր մոտ կայտեսի սադախլու կոչված շուկա ու հանգած եղբայրս մեկը տեսավ իր հարևանին որ այդ կես գիշերին ուշ բրծավ եղբայրականը ժամը 12:20 էր մենք ոտքով գալիս ենք տուն ու տեսավ հարևանին ասեց այ քուր ինչ ես այս ուշ ժամին դրսում ասեց որդուս տառապանը չեմ կարողանում տեսնել ասեց հիվանդ է տղաս ասին կարան գնանք տղայի մոտ Բայց ես չեմ գա, դուք բարձրացեք, ասեց, որ բայց ես որ հարգը բարձրացանք, 33 տական էր տղան, ես գիտեի, թե սև մայկա էր հակե, այդքան սև էր մարմինը, այնքան նիհար էր, որ այս ոսկորները երևում էին, որ մոտիկացանք, ասի բար երեկո աղբերս, չի կանում խոսի, այնքան նիհար է, որ մարմնի մեջի ջուրը ցամաքել էր ու չէ ճանաչում ես ասի մեզ Հիսուսն է քո մոտ ուղարկե ասեց Հիսուս ասի այպես շնչակը դուր մենակ այս կրսկավանդան էր շնչում
ասեց ինքը ինչա ինձ ձեզ գրգե, աս եկել եմ ասեմ, որ նա քեզ սիրում է, ասեց ինձ, ասի քեզ սիրում է, ասեց գիտես ես ով է, ասեց ես բերդ նստած, ահա որ մարդ եմ, ինձ ինքը ոնց կա սիրի, աս հենց քո համար Հիսուս խաչում է, ու հեգեկում էր, արտասում չկար աչքերից, ցամաքել էր մամնի մեջի ջուրը, հեգեկում էր, էլի խոսեցի, այս խոսքը խոսեցի, ասի գրված այսպես, որ քո բոլոր մեղքերդ Հիսուսի անուկարանների ու հեգեկում արտասում չկա այլպես հեգեկում ու ասեց գիտես ման մեծ մեղքել եմ գործը չգիտեմ դե կներվի ասեցի ինչ ախպերս վերջեր ալը մեղք ասի Հիսուսը զորավոր է ամեն մեղքի տեսակներից ասանը զորավոր է ամեն մեղքը թողելու նա մեղավորի բարեկամն է, թիվս քո բարեկամն է, որ աղոտ կարեցինք, այսպես վերջի կատը ճիշտ էր, ուժն էր, այսպես բասականչեց, իմ փրկիչ շնորհակալ եմ քեզանից, որ վերջացրեցինք, ասես մի ցանություն վերելավ ինձանից, նեսս խաղաղությունն չի ասում, եղբայրներ, էլ ես մայից չեմ վախենում, Հիսուս իմ փրկիչն է, իմ ուրախությունն է, եւ երկորից հետո հոգին ավանդեց Հիսուսի այրունը զորավոր է, Հիսուսի խաչը կենթանի է, քո բարեխոսը ներկա է, քո փրկագործը ներկա է, դու նայի Հիսուսին, թող քեզ նայելուց, բավական է քեզ նայելուց, նայի Հիսուսին։ Եվ գրված այսպես Աստվածաշունչ մայծանում Եսայա 50:8 խոսքը։ Զիս արտարացնողը մոտ է։ Ով ինձ հետ պիտի վիճե, մեկդի դատարեցեք, մեկդի կայնեցեք, մի կողմ քաշվեք ուզմասի։ Իմ դատախազը ով է, թող ինձի մոտենա, քո դատ արդեն կատարվել է, 2000 տարի առաջ, Գողգոթայի խաչի վրա, քո պատիժը արդեն կրվել է, 2000 տարի առաջ, Գողգոթայի խաչի վրա, թող սատանան չխապի քեզ, թող սատանան չկոտրի քո հավատքը Հիսուսին նայելուց, եւ որ քո հավատքը բժշկվում է, կյանքդ փոխվում է, կյանքդ նորոգվում է, այո հոգու սուրբ զորությամբ, դու օրեցօր պիտի աճես սրբության մեջ, արտարության մեջ, բարության մեջ, որպես այս աշխարհի համար, լույս այս աշխարհում, Քրիստոս կգա քո կյանքի մեջ։ Եվ գրված այսպես, ես չգիտեմ, խոսքս ավարտեմ դեղոտ կանենք, ես չգիտեմ այստեղ ովքեր կան, քանի տարվա կոտրված սրտեր կան, ջախջախված հոգիներ կան, երիտասարդներ կան, որ չի ստացվում, աշխանաձգում, մեղքը հաճելի է իրան, ու սատանան կոտրել է մարդու հավատքը, որ Հիսուսին չնայի, գրված այսպես, նույն Եսայայի 51:14 կապվածը շուտով պիտի արձակվի ու գուբի մեջ պիտի չմեռնի եւ իր հացը պիտի չպակսի ինչն է կապեք ես ինչ մտքեր կապեք ես ինչ վախեր ինչն է բռնեք ես ինչն է դու հազված դու ունես խոսմունք դի կապվածը արձակվի հալելույա դի կապվածը արձակվի դա Տիրոջ խոսքն է քեզ ով կոտրած հոգի դա քո փրկի խոսքն է որ եթե քեզ արձակեմ այդ սդությունից սատանայի այդ վիճակից ես փոխեմ ասում է Տերը քուրի եղբայրներ դի կապվածը արձակվի դի գուբի մեջ չմնա նա պիտի ոտքի կանգնի միգուցե շատ երկար են դու գաս փսփսած սատանան թե դե շատ երկար է դա քո մոտ չի ստացվի միշտ եմ ուզում կարդամ Եսայա 61:4 Եվ հին ավրանն է պիտի շիտկեմ ու առաջվան գործավատեն պիտի կանգնեն ու ավերված քաղաքները ու շատ դար իվեր ավերված մանածանեն պիտի նորոգեմ ասում Աստված ալելույա
Իշքան ժամանակ է այդ վիճակի մեջ, ով հոգի, իշքան ժամանակ է, տարիներ է միգուցե, նույնը ոչ մի անգամ չի ստացվե, դնատմա այսօր քո ժամանակն է, այսօր քո օրն է, և գեղեցիկ ասում Եսային, շատ գեղեցիկ ասում ասո խոսքը, 60-ի առաջերորդ խոսքը, ելի լուսավորվե, քանի քո լույսը եկավ, Տյոժ փառքո վրա ծագեցավ, վասնզա երկրը խավար և ազգերը մարախուկ պիտի ծածկեն, բայց քո վրա Տերը պիտի ծագե, անոր փառքը քորա պիտի երևնա, ալելույա, ալելույա, վեր կաց ասում այդ քո վիճակից, թոդապվի, լուսավորվի, նայի Հիսուսին, որ ներսդ կյանք գա, Մուդեր շատ բարձր է թվում այդ մեղքերդ կամ վիճակդ, բայց Հիսուսի անունը վեր է ամեն վիճակից, վեր է ամեն մեղքերից, վեր է սատանայի սդրից, նա կարող է հպվել քեզ, Տերը ներկա է այստեղ, Տերը ներկա է, տանենք աղոտքի, գանք իրա առաջ, մերանձ է բերենք իրա առաջ, մի վախնա, նեսդ բաց Հիսուսին, տեղ տուր սուրբ հոգու աղոտքին, տեղ տուր, որ սուրբ հոգի շարժի ներսդ, բժիշկի ներսդ, հիվանդ ես, ծավետ վերարդվի, քանի տարվա ես հիվանդ, տինչելած է քեզի բժիշկները, նայի Հիսուսին, անոր վերքերով դու բժիշկված ես, Կոմեկա տեղ նայելու, կա հայտարանված իրավունք, անոր վերքերով դու բժիշկված ես, անոր վերքերը կենթանի են, անոր վերքերը գործում են,